Բարելույս էլի բարեկամներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուսի անունով, Փառք Տիրոջը այս հրաշալի օրվա համար եւ այսօրվա մեր հյուրն է, մեր սիրելի Վլադիմիր եղբայրը Բաբայան, նա Արարատ եկեղեցու հովիվն է եւ Վլադիմիր ջան, բարի եկար, շնորհակալ եմ ընդունեցիր հրավերս, ուրախ ենք շատ քեզ տեսնելու համար։ Աբրահամ ջան, ես եմ շնորհակալ կրկին ու կրկին Աստծուց եւ ձեզանից եւ մեր սիրելիներից, ովքեր նորից ու նորից ամեն օրվա պես, ինչպես նկատում եմ, Աստծո խոսքի ծարավով ու քաղցով լցված միանում են այս եթերին, իրենց համար իրենց բաժինը, ամենօրյա բաժինը առանձնացնելու։ Ամեն։ Տերը օրհնի ու օգնի, որպեսզի այսօր մեզ այս առավոտյան Աստծո խոսքի շուրջ մտորումները իրենց պատուղը բերեն։ Ամեն։ Մեր կյանքերի մեջ։ Ամեն, շատ կարևոր է եղբայրս, որովհետեւ եթե պատղաբեր պետքա չլինի մեր եթերը, ուրեմն իզուր է ամեն ինչ, բայց ես վստահ եմ, որ իրոք շատերը օրհնվում են եւ իրենց կյանքի մեջ փոփոխություններ ա լինում եւ երբեմն վկայում են այս ծառայության մասին, որ որքան օգտակար է եւ ես էլ շատ ուրախ եմ, որ կարողանում ենք մի փոքր մեր փոքրիկ ծառայությունով օգտակար լինենք մեր սիրելիներին։ Անկեղծ ասած, իմ Facebook-յան էջի մեջ, հա, մի րոպե, ես իմ էջի մեջ եմ մտել եթերը, հա, դրա համար է, Arm Gospel-ի մեջ չունենք, բայց կփորձեմ հեսա, ուրեմն կոպի անել լինքը գցել Arm Gospel-ի մեջ, բայց մինչ այդ արդեն սկսենք շարունակենք մեր եթերը, մենք միշտ նույն վերնագիրն ենք դնում, մտերմություն Աստծո հետ, եւ այսօր էլ նույն վերնագիրն է, սիրով պատրաստ ենք լսել քեզ եղբայրս։ Փառք Տիրոջ, Աբրահամ ջան։ Ես վստահ եմ, հավատում եմ Աստծո խոսքին, որ ասում է, որ Աստծո խոսքը պարապ հետ չի դառնում Տիրոջը, այն անպայման իր աշխատանքը կատարում է։ Ու եւ այսօրվա եւ ընդհանրապես ամեն օրվա մեր քաղց ու ծարավը դեպի Աստծո խոսքը հնարավորություն է տալիս Տիրոջը եւ այդ խոսքին արարելու մեր կյանքի մեջ նոր իրականություն։ Որտեւ Աստված իր խոսքով արարեց երկինքն ու երկիրը եւ այսօր էլ Տերը նույն խոսքը օգտագործում է մեր կյանքերի մեջ նոր արարչագործություն անելու, իսկ այդ արարչագործությունը արդեն Քրիստոսի պատկերի կերտումն է մեր ներսում, մեր էության մեջ ու մեզ ավելի նմանեցնում է Տիրոջը։ Երբ մարդուն ստեղծում էր Տերը, ասեց մարդուն ստեղծենք մեր պատկերով եւ նմանությամբ ու պատկերով ստեղծելուց բացի նմանությունը կարծես թե մնաց մարդու կողմ որպես եւ այդ մարդու կողմը այն էր որ մարդը իր որոշումով պիտի նմանվեր Տիրոջը իր որոշումով պետքա ավելի ու ավելի մոտենար Տիրոջը նրա հետ դառնար մտերիմ նրա հետ դառնար բարեկամ բայց սա մարդու կողմն էր այսինքն դուրս է գալիս մարդը ունի ընտրություն ազատ ընտրություն իրականում միակ ազատ ընտրությունը որը եւ Աստված հարգում է իր տվածն է բայց ակնկալում է որ այդ ընտրությունը մեր կողմից պետքա իօգուտ մեր եւ Աստծո փոխհարաբերությունների լինեն։ Եդեմի պարտեզի մեջ բազմաթիվ ծառերի մեջ շեշտված կարևոր երկու նշանակություն ունեցող ծառերն էին կյանքի ծառը եւ գիտության ծառը։ Ու տպավորությունը այնպեսին էր, որ կարող էին, չէ, այս երկու ծառերը չլինել։ Կարող էին, այո, թեորիապես կարող էին չլինել, բայց սա նշանակում է, որ մարդն էլ ազատ ընտրություն կարող էր եւ չունենալ, որովհետեւ եթե չկա ընտրելու առարկա, հետեւաբար ազատ ընտրություն էլ չկա։ Եթե կա հետեւաբար արդարություն էլ չկա։ Արդարություն էլ չկա, այո։ Դուրս է գալիս, որ այն որ Աստված մարդուն իր պատկերով է ստեղծել, պատկերը այնքան էլ ամբողջական չի, որովհետև Աստված անձնավորություն է, որին հատուկ է բանականությունը, զգացմունքները եւ կամքը։ Կամքը ազատ ընտրելու հնարավորությունն է եւ մարդուն էլ անձնավորություն ստեղծելով նրան էլ տվել ազատ կամք որ մարդը կարողանա ազատորեն իր ընտրությունը կատարի բայց այդ կարևորագույն ընտրությունը երկու բանի միջև էր ինչպես կյանքի ծառ եւ չարի բարի գիտության ծառ սրանք խորհրդանշում էին Աստծո հետ եւ առանց Աստծո ապրելակերպը կյանքի ծառը խորհրդանշում էր Աստծո հետ կյանքը բայց այս կյանքը մարդու ընտրությունը պիտի լիներ մարդը կատարյալ էր մարդը Աստծո ստեղծագործության մեջ գագաթն էր եւ մարդը ստեղծագործության մեջ իրեն ներկայացնողն էր եւ այս դեպքում որտեղ միայն մարդուն տվեց իշխանություն ասեց իշխեցեք ծովի ձկների վրա երկրի վրա սողացողների վրա երկնքի թռչունների վրա իշխեցեք լցրեք ու շատացրեք այս օրհնությունը մարդուն տրվեց ու կարծում եմ ուրիշ
այդպիսին չկա, որը ունի իշխանություն։ Իշխանությունը հատուկ է Աստծուն, իշխանությունը հատուկ է թագավորին, իսկ թագավորը մեկն է, ինքն է։ Եվ երբ մարդուն է տվեց իշխանություն, սա նշանակում է, որ իրենից մասնիկ տվեց մարդուն, իրեն ներկայացնելու արտոնություն տվեց մարդուն, որ մարդը կարողանա ստեղծագործության մեջ ներկայացնի իրեն։ Բայց անգամ այս պարագայում սա բավարար չէր միայն, որ կարողանայինք հայտարարել ու ասել, որ մարդու ընտրությունը Աստված է։ Եվ մենք տեսանք էլ ինչպես է Ծննդոց գիրքը ներկայացնում պատմությունը, առաջին իսկ գուցե առաջին անգամներից իսկ երբ օծը, այն առաջին օծը հանդիպեց մարդու հետ, մարդը միանգամից շփոթվեց, խառնվեց, սխալ ընտրություն արեց եւ ամեն բան կորցրեց հնարավորությունը, այն կարևորագույն հնարավորությունը, որ տրված էր իրեն ընտրություն կատարելու կյանքի ծառը ընտրելու հարցում։ Կյանքի ծառը Քրիստոսի ինքն էր իրականում եւ մարդու ընտրությունը դեպի կյանքի ծառը ասելու էր այն մասին, որ մարդը իր սրտում հասկանում է Աստծո ներկայության կարևորությունը եւ այդ կարևորության հետևից գնալով է, որ Հիսուսին ասում է Հիսուս, ես քեզ եմ ուզում։ Ոչ թե քեզանից ինչ որ բան ուզում, ես քեզ եմ ուզում։ Ես քեզ համար եմ եկել։ Մենք շատ անգամներ խոսել ենք, շատերն են խոսել այդ մասին ու դեռ կխոսեն։ Ամեն մարդ Աստծուն գալու իր շարժարիթ ունի, իր պատճառը ունի։ Այս պատճառները ամենատարբեր են։ Եվ տրամաբանական եւ նույնիսկ անտրամաբանական պատճառներ կան սրա մեջ։ Մարդիկ կային, որոնք գնում էին անապատ բժշկվելու համար, բայց մարդիկ կային, որ գնում էին հաց ուտելու համար։ Մարդիկ էլ կային, որ ուղղակի գնում էին մասսայի մեջ լինելու համար։ Մյուսներն էլ կային, որ գնում էին չարախոսելու համար, բնական է։ Ամեն տեսակի մարդիկ կան Հիսուսի մոտ գնացողների մեջ, բայց կարևոր հարցը այստեղ է։ Լավ, իսկ ես ինչի համար եմ գնում, ու այս հարցը ես մենակ կարամ ինձ տամ, որովհետև ես ինքս գիտեմ, ես ինչի համար եմ գնում։ Ես կարող եմ ուրիշներին ասել ինչի համար եմ ես Տիրոջ հետևից գնացել, եւ դա իրական չլինի, բայց ես գիտեմ ինչի համար եմ գնում, եւ Տերը գիտի, առավել, ինքը գիտի թե ինչի համար եմ գնում։ Ու այս դեպքում իմ անկեղծ շարժարիթը դեպի Տերը կարա լինի այն, որ իմ սիրտը փափագում է նրան, նրա ներկայությունը, նրա ձայնը, նրա խոսքը, նրա գլուխը, նրա ձեռքերը, ոչ թե ձեռքերից տվածը, ոչ թե գլխի վրայի թագը։ Ես ուրախանում եմ իրենով եւ ոչ թե նրա այն իշխանությունով, որ ինքը ունի եւ իշխում է ստեղծագործության վրա։ Ես ուրախանում եմ նրա ձեռքերը բռնելով եւ ոչ թե նրա ձեռքերի միջից ժամանակ առ ժամանակ կոնֆետ ու հաց վերցնելով, թեև նա էլ վատ բան չի։ Ի վերջո, մեր հայրն է եւ մենք պատրաստ ենք նրանից ումից էլ ակնկալենք, իրենից ենք ակնկալում։ Ուղղակի սրտիս փափագն է, որ յուրաքանչյուրիս կյանքի մեջ Սուրբ Հոգուն հաջողվի մեզ այն չափ հասունացնել, որ մեր կյանքի մեջ արժեքները ճիշտ դասավորվեն, մեր կյանքի մեջ առաջնայինը մնա առաջնային, 10-րդականը, եւ սրանք իրենց տեղերը չխառնեն, բայց որպեսզի չխառնեն, մեզ պետք է մտերմություն Տիրոջ հետ։ Մեզ պետք է այդ մտերմությունը, որ Սուրբ Հոգին կարողանա կարգ ու կանոնը, հոգեվոր Աստծո կամքի մեջ կարգ ու կանոնը բերի մեր ներսը, մեր էության մեջ։ Մենակ այս դեպքում կարծում եմ մենք կսկսենք ապրել համապատասխանելով նրան կամ Ծննդոց գրքի ձևակերպման նմանվելով նրան։ Պատկերը ունենք, նմանությունն էլ մեր ընտրությունը պիտի լինի։ Այո, որոշում ունենք նմանվելու իրեն։ Մի քանի օրինակի շուրջ կուզեմ այսօր մտորենք, խոսենք Աբրահամ ջան։ Հիմնական երկու ուղղության մասին շատ առիթներ եղել աստեղ ասել եմ, ուղղություն, կյանքի ուղղություն դեպի Քրիստոսը եւ ուղղություն Քրիստոսից հեռանալով։ Հիմա Հիսուս ասում էր ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, ում էր ասում, բոլորին։ Ինչի բոլորին, որտեղ բոլորը հոգնած են։ Բոլորը հոգնած են այս կյանքի խնդիրների ու խնդիրների մեջ։ Բոլորը հոգնած են մեղքի գերության տակ, ստրկության տակ։ Բոլորը հոգնած են, բայց բոլորը չի որ հասկանում են դա։ Բայց նրանք որ հասկանում են, նրանք գալիս են Տիրոջը։ Հոգնածներ, բեռնավորվածներ, ով բեռնավորված չի, ոչ մեկ չի կարող ասել, որ ինքը բեռնավորված չի, որովհետև մեղքի բեռը բավական է։ Մի բան, որը մարդուն կարող է սպանել եւ սպանում է, սա այն ամենածանր բեռն է, որ մարդը ամբողջ իր կյանքի ընթացքում քաշ տալով տանում է։ Եվ իրան թվում է թե նորմալ է։ Եվ իրան թվում է որ արդեն սովորական է։ Դե դրանում է ծնվել եւ ինքը նորմալը իրական
աստվածային նորմալը դեռ չի ճաշակել։ Ճաշակելուց հետո հասկանում է թե որքան քաղցր է Տերը եւ որքան թեթև է նրա լուծն ու բեռը քաղցր եւ այս դեպքում ընտրությունը կատարում։ Ճիշտ բեռնաթափման, որովհետեւ կարծես թե բեռերի տեղափոխություն է տեղի ունենում։ Դու քո լուծն ու բեռը տալիս ես Հիսուսին եւ Հիսուս բարձրացում է Գողգոթայի խաչի վրա, որ նա ավարտի իր իշխանությունը քո կյանքի վրա եւ նրանից վերցնում ես նրա քաղցր բեռն ու լուծը, որովհետեւ դու կարողանաս դրանից հետո ազատ ապրել իր մեջ, որովհետեւ իրական ազատությունը ոչ թե այն է, որ դու երբեք որևիցե մեկի իշխանության ու տնօրինության տակ չես, այլ իրական ազատությունը Քրիստոսից կախվածության մեջ է։ Եվ դու մենակ այդ ժամանակ կարաս ասես, որ դու ազատ ես։ Դու ազատ ես ընտրություն կատարելու։ Հիսուսի մեջ ունես այդ ազատությունը ընտրելու Քրիստոսին ու էլ ավելի, որովհետև նա տալիս է քեզ կյանք ու էլ ավելի կյանք։ Ու ես կուզեմ, որ մենք ստեղ էլ մտորենք, ինչին է Տերը կյանք ասում եւ ինչին էլ ավելի կյանք։ Օրինակ մենք ինչպես ենք դա հասկանում, ընկալում։ Ես sense հարց տամ էլի, ընդհանրապես այս հարցը չի տրվում, բայց ես ուզում եմ տամ։ Օրինակ ինչ կարելի է համարել բեռ։ Ինչը կարող է բեռ լինել։ Կարծում եմ այն ամենը, ինչ խանգարում է մեր բնական ընթացքին, սա բեռ է։ Այն ամենը, ինչը եթե դու կարող ես ազատ վազել, թռիչք ունենալ, եւ դա խանգարում է քո ազատությանը, ազատ վազքին, ազատ թռիչքին, եթե դիտարկում ենք, որ այս կյանքը Պողոսի ասացի պես մրցավազքային է, եւ դու պիտի անենց վազես, որ հասնես, որտեղ վազողները շատ են, հասնողներն են քիչ, հա, մեկն է հասնում մրցավազքին, հաղթանակին, եւ այդ մեկը ուզում ես դու լինել, դու պետք է բեռնաթափված լինես։ Նկատած կլինես ցանկացած մրցավազքի ժամանակ մաքսիմալ թեթևացնում են։ Եթե վազքի մասին է, հագուստը մաքսիմալ թեթև վիճակում է։ Եթե մեքենաների մրցավազքը մաքսիմալ թեթևացրած վիճակում է, հնարավորություն տալու, որ ամբողջ ուժը օգտագործվի արագության վրա, ամբողջ էներգիան ու զորությունը։ ԿՊԴ է կոչվում։ Հա, օգտակար գործողության գործակից։ Այս դեպքում, այո, այս դեպքում մենք էլ դրա կարիքն ունենք, որովհետև մեր շատ բեռ, որը թվում է թե նորմալ է, ասեմ, մեքենաներից հեռացնում են նույնիսկ նստարանները։ Մեքենայից հեռացնում են այն կարևորագույն բաները, որոնք միշտ պետք է մեքենայի մեջ լինեն, օրինակ պահեստային անվադող, ենթադրենք դրան համապատասխան գործիքներ եւ այլն։ Սրանք բոլորը հեռացնում են մեքենայից։ Գրամների վրա են աշխատում, բայց սրանք կարևոր բաներ են, որ պետք են այդ մեքենային իր սպասարկման մեջ։ Մեր կյանքի մեջ շատ բաներ նորմալ են ու պետք են մեզ, որ մենք կարողանանք ապրել, բայց որպեսզի կարողանանք մրցավազքին հասնել, մենք կամովին պիտի շատ բաներից հրաժարվենք, ոչ թե պիտանի բաներից միայն։ Տեսեք, կարևոր է սա էլ նկատել, հրաժարվել մի բանից, որ խանգարում է քեզ ավելնորդ բանից։ Գուցե կյանքի մեջ ավելորդ չի ինքը նորմալ ու բնական, բայց Աստծո կյանքի մեջ, որպեսզի դու տեղ հասնես, դու պետք է կարողանաս որոշում ունենալ ազատվելու։ Տես խռովություն, չգիտեմ, խռով պահել, քեն պահել, ատելություն, աշխարհի մեջ նորմալ է։ Ես ասեմ, ատելությունը որպես զգացմունք նորմալ է, եթե նորմալ ուղղությամբ է կիրառվում։ Եթե դու ատում ես մեղքը, նորմալ է որ ատես։ Հա, դու հա։ Բայց եթե ատում ես մարդուն, նորմալ չի։ Բնական է, բեռ։ Այս դեպքում բեռ։ Հակառակն կա, հիմա երբ մենք խոսում ենք սիրո մասին, երբ մենք սիրո մասին ենք խոսում, եթե քո սերը ուղղված չի ճիշտ ուղղությամբ, էլի բեռ է, որովհետև եթե դու պիտի սիրես մարդուն, ատես մեղքը, բայց դու սիրում ես մեղքը ատում ես մարդուն, հա, այս դեպքում երկուսն էլ բեռ են քեզ համար եւ դու ծանրացնում ես քո ընթացքը։ Այսինքն ատել մեղքը կարելի ասել քաղցր բեռ է։ Ասեմ դա այն բեռն է, որը կարծում եմ տիրոջից պիտի առնենք։ Դե որ ասում են լուծը քաղցր է, երևի դրա մասին է։ Դրա մասնիկն է, դրա բաղադրիչն է, որ օգնի մեզ տեսնելու մեղքի աղբը եւ ատել դա։ Ոչ մի աղբը չի սիրում, բայց մինչեւ աղբը չճանաչվի որպես աղբ, նրան դուրս չեն հանում տնից։ Շատերը աղբը պահում են տան մեջ, չհասկանալու որ դա պիտանի չի եւ վնասակար։ Ատե բանը Հիսուս ասում է եկեք ինձ հոգնածներ եւ բեռնավորվածներ եւ ընդ շարունակում ասելով եւ ինձնից սովորեք որ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ, այսինքն սա ինչ կապ ունի բեռնավորված մարդու հետ։ Իր հեզությունն ու խոնարհությունը
որ պիտի սովորենք։ Հա։ Օ, երբ մենք Թեմայի մեջ ենք։ Փառք Տիրոջը, մենք խոսում ենք մտերմության մասին, Տիրոջ հետ մտերմության մասին, որը սկսում է նրան ճանաչելուց։ Որովհետև դու չես կարող մտերիմ լինել մեկի հետ ու չես ճանաչում։ Դու նախ այդ մտերմությունը սկսում ես ճանաչելով։ Այսինքն մենք խոսում ենք վերածնված մարդկանց մասին։ Մենք չենք խոսում անապաշխար մարդու մասին։ Իդեպ սա չի վերաբերվում աշխարհիկ մարդու։ Սա ինձ է վերաբերվում ու սա մեզ է վերաբերվում։ Նրանք ովքեր այո, դեպի Քրիստոսը գոնե մեկ քայլ արել են, սիրտը բացել են իր առաջ։ Ստեղից է սկսում, կյանքը ստեղից է սկսում, որ մինչև այդ կյանքը չի։ Մինչև այդ ինչ անուն ուզում ես դիր, բայց կյանքը դրան չի վերաբերվում։ Այո։ Կյանքը սկսում է Քրիստոսով, որովհետև Քրիստոսն է կյանքը։ Ես սրան եմ հավատում։ Հիսուս ասեց. ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Այն պահին, երբ Քրիստոսը ինձ համար բացվեց որպես ճշմարտություն, այն պահից երբ ես կանգնեցի Քրիստոսի ճանապարհի վրա, Քրիստոս ճանապարհի վրա, այդ պահին, երբ Հիսուսը մտավ իմ սրտի մեջ ու իմ սրտի գահին բազմեց, իմ կյանքը այդ պահից սկսեց։ Մինչև այդ նախապատրաստական շրջան էր։ Գոյատևություն էր։ Դա նախապատրաստվում է իր կամ դեպի Քրիստոսը ընտրելու կամ դեպի դժողքը հասունանալու, որովհետև մորթվելու տարվող կենթանիների նման մսացու կենթաներն պահվում են, բտվում են, վերջում մորթվում են։ Հասարակությունը, անապաշխար հասարակությունը կարծես այսպիսի մի ընթացք ընտրել իր համար, որովհետև իրան թվում է թե երբ աշխարհում բտվում է, ամեն ինչ լավ է թվում է թե իր տեղը տաք է, սնունդը տեղն է, ամեն ինչ տեղն է, սա է կյանքի ամբողջ իմաստը։ Եվ այս դեպքում որևիցե այլ բանի փնտրտուք չկա։ Նկատած կլինեք էլ, սա հեռուչի ոչ մեկիցս նայենք եկեղեցիներին, ովքեր են ավելի շատ եկեղեցիներում։ Նրանք ովքեր այս կյանքի առավելություններից օգտվողներն են, թե նրանք ովքեր ինչ որ բանի պակասի հետևանքով են հայտնվել եկեղեցում։ Կարծում եմ երկրորդ տարբերակի մասնագետներ ավելի շատ են, այդ թվում մենք։ Հետևաբար ես չեմ բացառում մյուսը, թեև ասում ավելի հեշտ է որ ուխտ ասեղի ծակով անցնի, քան հարուստ ապաշխարության գա, բայց սա չի մերժում հարուստի ապաշխարության գալու փաստը։ Այո։ Դա նաև հարստություն ուրիշ նաև այո, հարստություն նայած ով ինչն է հարստություն ասել։ Մարդկա մեղքն է իր համար հարստություն համարում։ Սրա մասին չի խոսքը։ Երբ հարստությունը քեզ համար դառնում է Հիսուսը, այդ ժամանակ քո կյանքը, քո դիտանկյունը փոխվում է։ Եվ դու սկսում ես արդեն թե իրականությանը, թե ինքդ քեզ նայել նրա աչքերով եւ տեսնել նոր իրականություն։ Տեսնել նոր մարդ։ Ու տեսնել այն ծառային, որին եւ ինչպես Տերը փափագում է տեսնել եւ օգտագործել իր կամքի մեջ, իր ծրագրի մեջ։ 5 կտակարանում Ելից գրքում Մովսեսի մասին մի ամբողջական պատմություն ենք տեսնում, թե ինչպես Մովսեսը վերածվեց Աստծո բարեկամի եւ մտերիմի։ Երբ Տերը Մովսեսի միջոցով Իսրայելի ժողովրդին դուրս բերեց անապատ, մինչ այդ հայտարարելով, որ իմ ժողովուրդը ինձ պաշտելու համար է դուրս գալիս, սա Աստծո ծրագիրն է։ Աստված իր ժողովրդին բարձրացնում է պաշտամունքի համար։ Եթե ես այսօր պաշտամունքի մեջ չեմ, ես ուրեմն Աստծո ծրագրի մեջ դեռ չեմ։ Եթե անգամ անապատում եմ, դուրս եմ եկել Եգիպտոսից, դուրս եմ եկել աշխարհից, դուրս եմ եկել մեղքի գերությունից, բայց դեռ պաշտամունքի մարդ չեմ։ Ես դեռ Աստծո ծրագրի կենտրոնում չեմ։ Աստված աշխատանք էր տանում իր ժողովրդի հետ։ Նա ասեց. հավաքի սարի վրա եւ ես կհանդիպեմ ու կխոսեմ իմ ժողովրդի հետ։ Աստված ժողովրդին համարում էր իր ժողովուրդը։ Ժողովուրդը Մովսեսին ասեց. մենք վախենում ենք Աստծուց, որովհետեւ մաշող կրակա, կարա սպանի, որովհետեւ մենք միշտ չի որ համապատասխանում ենք իր չափանիշներին եւ նրա ներկայությունը կարա վնասակար լինի։ Սրա մեջ կա մարդկային տրամաբանություն, Աբրահամ ջան։ Սրա մեջ կա մարդկային տրամաբանություն, բայց վնասը ստեղ այն է, որ այդ մարդիկ, ովքեր չէին համապատասխանում Աստծո չափանիշներին, չէին էլ ցանկանում համապատասխանել այդ չափանիշներին։ Նրանք ավելի շատ ընտրեցին միջնորդավորված հարաբերությունները Աստծո հետ, քան անմիջական։ Թեև ի հակառակ մասսաների ժողովրդի Մովսեսի մոտ ամեն բան այլ է։ Այստեղ մի հատ հետաքրքիր բան է, լուծում եմ գտնում։ Ինչու նրանք ընտրեցին ոսկե հորթը։ Այսինքն կարելի է այսպես վերլուծություն անել։ Փաստորեն նրանք միջնորդ էին ուզում,
որ միջնորդի միջոցով հաղորդակցվեն Աստծո հետ, եւ դրա պատճառը նաեւ դա էր, որ հորդ շինեցին ոսկե, այսինքն եթե չկա անձնական փորձառություն Տիրոջ հետ փոխհարաբերությունների, նրանք մի օր իրանց համար կուրք են շինելու ու դրա անունը դնելու են Աստված։ Կարանք այսպեսի միանշանակ դրա մեջ կա տրամաբանություն։ Երբ Մովսեսն էլ իրանց մոտ չէր, իսկ Մովսեսը երևի եղած միջնորդների մեջ ամենահարմարն էր, որովհետև անմիջական շփման մեջ էր։ Դե Մովսես դու գնա, մենք կգաս կասես ինչ անենք, մենք կտես կանենք։ Մենք ամեն ինչ կանենք։ Ինչ որ ասես, մենք ամեն ինչ կանենք։ Սա այս օրերում կա ու եթե իրանք արեցին էլ, ինչ որ Մովսեսն ասեց, սա ժամանակավոր բնույթ կրեց, որովհետև եթե չկա անմիջական շփում, եթե չկա մտերմություն Աստծո հետ, նրա պատվիրանները ինչ որ պահից սկսած դառնալու են կրոնական օրենքներ քեզ համար, եւ դու նրանց նկատմամբ ունենալու ես ավելի շատ բացասական վերաբերմունք, քան դրական։ Այսինքն, եթե մի օր քո միջնորդը կորավ, պայմանական վերցվեց, ինչպես Մովսեսը կորավ, քանի օր 40 օր կորավ, 40 օր կորավ, միջնորդը չկա, դու էլ մտածում ես դե չկա, մի բան անենք։ Աստծո հետ ինչպես խոսես, որտեղ խոսես, քո հույսը դրել ես մարդու վրա, որ ինքը ինչ որ քո համար միջնորդ է լինելու Աստծո։ Աբրահամ, ի վերջո ժողովուրդը չէր ճանաչում Աստծուն եւ չէր ուզում ճանաչել։ Այս է խնդրեմը։ Երբ Մովսեսը կորավ, Մովսեսներ պիտի լինեին, էլի Մովսեսներ պիտի լինեին այդ ժողովրդի մեջ, ովքեր իսկապես որոշում ունեին, դրանց մեջ նաև Ահարոնը պիտի լիներ։ Եվ արեց այդ։ Չէ, պիտի լինեին Մովսեսներ, նկատում եմ Աստծո բարեկամներ իմաստով։ Այդ ժողովուրդը պիտի բարեկամ դառնար, ժողովուրդը պիտի Մովսես դառնար։ Ոչ թե Մովսեսը անհատ պիտի մնար, այլ Աստծո ծրագրում ժողովուրդը պիտի Մովսես լիներ։ Ես լրիվ համաձայն եմ քո հետ։ Որ ամեն անգամ պիտի փնտրեր Աստծո ներկայությունը։ Մովսեսը 40 օր Տիրոջ ամպի մեջ Տիրոջ հետ էր, իջավ, էլի սիրտը այնտեղ էր, նորից գնալու փափագով։ Իշտելու պատճառն էլ երևի հենց այդ էր, որ ոսկե հորթ արդեն սարքել էին, Տերն ասեց գնա ժողովրդի տիրություն արա։ Կորում են։ Ու կորելու պատճառը այն էր, որ չկար մտերմություն Աստծո հետ։ Եթե այսօր անհատական չմիջնորդավորված հարաբերություններ չլինեն Աստծո հետ, տվյալ անձը կամ հասարակությունը դատապարտված է կորստի։ Մի հատ հարց էլ բարձրացնեմ։ Փաստորեն ի՞նչ է կատարում։ Ընդհանրական եւ անհատական հարաբերությունները շատ կարեւոր են։ Ընդհանրական ժողովուրդ կամ այսպես ասած Աստծո ժողովուրդ ասված խոսքը ուղիղ կապ ունի անհատական Աստծո հետ կապված մարդկանց հետ։ Այսինքն ինչ եմ ուզում ասել։ Ժողովուրդը անհատներից հավաքված։ Անհատներից հավաքված եւ առաջնորդը նա պետքա ոչ թե կապի իր հետ, որովհետև ինքը մի օր կկորի։ Ինքն էլ կապված է նրա հետ։ Ինքը այս նրա ամբողջ ծրագիրը սա պետք է անի, որ ամբողջ ժողովրդին օգնի, որ անհատական կապ ունենան Աստծո հետ։ Այո։ Փարտիրոջը, ասեմ, թեմայի մեջ ենք։ Սերը Աստծո նկատմամբ իր մեջ ունի վարակիչ հատկություն, վարակիչ բառը բառի ամենալավ իմաստով, որովհետև երբ դու սիրահարված ես Աստծուն, դու դա թաքցնել չես կարող։ Մարդու նկատմամբ սիրահարվածությունը թաքցնել հնարավոր չի, չէ՞, էմոցիաների տեսքով երևում է։ Աստծո նկատմամբ սերը այնպիսին է, որ կարա վարակիչ դառնա հասարակության համար։ Հիմա այս դեպքում սա պատահական բան չի, Աստծո ծրագիրն էր, որ ժողովուրդը դառնա պաշտամունքի մեջ մասնիկ։ Աստված մարդուն ստեղծել է իր փառքի համար, բայց մարդուն ոչ թե անհատին, այլ մարդուն որպես ժողովուրդ։ Դե օրինակ Իսրայելը ոնց էր խոսում, հստակ ասում էր Տերը, որ ես ժողովուրդ եմ բարձրացնում, ես իրանց մեջ ման կգամ ասում էր։ Լսիր Իսրայել։ Ես նրանց Աստվածը կլինեմ։ Լսեցեք Իսրայելի ժողովուրդ չէր ասում։ Ասում են լսի Իսրայել։ Լսի Իսրայել։ Անհատին էր վերաբերում։ Իր համար Իսրայելը ժողովուրդը անհատի նման էր։ Սա զարմանալի հոգևիճ է։ Սա չէ որ ասում է նաև եկեղեցու մասին, եկեղեցին է անհատ։ Այո։ Անհատ ոչ թե որ մեկ անձ է, այլ մեկ ամբողջություն է։ Մեկ ամբողջություն է։ Այո։ Որտեվ եկեղեցին մենք ենք, չէ, հավատացյալներս ենք, կամ եթե ճիշտ ձևակերպում անեմ, Աստծո մտերիմներն են եկեղեցին։ Մտերիմներ մեկը շատ, մեկը քիչ, բայց մտերիմի որոշում կայացածներն են, որտեղ նրանք ովքեր գալիս են Տիրոջը ու գալիս են նրա համար։ Միայն այս դեպքում է հնարավոր դառնում, որ
տերը բացվում է այն չափով, ինչ չափով իրանք կարող են ընկալել։ Այդ չափը գնալով մեծանում է, բայց այդ չափի նախնական սահմանաչափ կա, որը անհրաժեշտ է Տիրոջը ընկալելու ընդունելու համար։ Մովսեսը 40 օր սարի վրա, Մովսեսը 40 օր Աստծո ներկայության մեջ, կրակի մեջ, ամպի մեջ, չգիտեմ ինչի մեջ, Աստծո մեջ վայելում էր Տիրոջը, նրա հետ շփվում էր, բնականաբար չէ, ուղղակի նստած չէին, չէ, իրար կողքի, հա, շփվում էին բարեկամների պես եւ ամեն մեկի իր սրտի գաղտնիքը հայտնում էր մյուսին։ Ես կարծում եմ Մովսեսն էլ իր սրտի գաղտնիքն էր հայտնում, թեև Աստված գիտեր Մովսեսի սիրտը, որտեղ սիրտը երիկամում քննող է, ինչպես բոլորիս սիրտը գիտի։ Բայց ստե կարևորը երկրորդ կողմն է։ Աստված էլ իր բարեկամին էր հայտնում իր սրտի խորհուրդները։ Մարդ հարաբերություններում սովորաբար սրտի խորհուրդներն ու գաղտնիքները ամեն մարդու չի հայտնում մարդը, որովհետև դա կարող է օգտագործվել նաև իր դեմ, եթե պետք լինի։ Դրա համար մարդիկ զուսպ են իրենց սրտի եղածը, գաղտնիքները, թեկուզ իրենց ամենամտերիմ մարդկանց հայտնելուց։ Մարդ Աստված հարաբերություններում, երբ բանը հասնում է նրան, որ մարդը մտերիմ է դառնում, բարեկամ է դառնում Աստծո հետ, Աստված իր սրտի գաղտնիքները սկսում է հայտնել իր բարեկամներին եւ այսպիսի բարեկամներից մեկը Աբրահամն էր եւ Աստծո խոսքը ասում էր ես ինչպես կարող եմ մի բան անել եթե չհայտնեմ իմ բարեկամին Աստված իր խորհուրդները սիրում է հայտնել մարդուն բարեկամին այդ խորհուրդները հնարավոր է հայտնել միայն բարեկամին դուք գիտեք ոնց ասում ինչ դուք գիտեք այսպես ասած բովանդակություն դուք գիտեք իմ ծրագրերը արդեն այո Տերը երբեք չի անում մի բան նախապես այդ մասին իր բարեկամներին այդպեսի չհայտնելով ուրեմն տեսենք այսպիսի հետաքրքիր համեմատության ենք գալիս Աստծո մտերմությունը նրանց հետ է Սաղմոս 25:4 ովքեր երկյուղում են իրենից ովքեր ունեն երկյուղ նրա նկատմամբ ոչ թե ուղղակի հավատում են որ Աստված կա ոչ թե ուղղակի հավատում են որ Աստված զորեղ է ամենակարող է եւ կարող է ամեն իրավիճակ փոխել իր ուզածի պես շատերն են այսպես հավատում առիթ եղավ հիշեցնեմ Հիսուսի հետևից հազարներով գնում էին երբ նա անապատում կերակրում էր մարդկանց 5000-ի մասին է խոսքը գնում մի դեպքում, չէ, բայց եթե 5000 զինվորի տարիքի տղամարդկանց ենք հաշվում, այդ ժողովուրդը 10000-ից ավել էր։ 10000 հոգի մենակ մի անգամ երբ կերակրվեց, 10000-ներով գնում էին իր հետևից։ Գնում էին ամեն մեկը իր սրտի փափագով, ամեն մեկը իր սրտի կարիքով, գնում էին ամեն մեկը առնելու ինչ-որ մի բան։ Բնականաբար ժամանակը չէր էլ հերիքի անհատապես այդ 10000-ին հարցներ, Տերը, ինչ ես ուզում, բայց դրա կարիքն էլ չկար։ Երբ Տերը խոսում էր, այդ խոսքը բժշկություն էր անում հավատացող հետևորդների կյանքում։ Տերը ընտրեց հարուրների միջից ընտրեց 12-ին, որպես առաքյալներ։ Ընտրեց նրանց։ Հետևողները շատ էին, բայց ընտրվածները, որոնք ընտրեց Տերը ավելի քիչ դուրս եկան։ Ավելին ասեմ, այս ավելի քչի մեջից էլ մեկը անպիտան դուրս եկավ։ Հա, ու դուրս է գալիս, որ Տերը մտերիմների է փնտրում։ Մարդկանց, ովքեր իր ներկայության մեջ գիտեն երկյուղով կանգնելը։ Փաստորեն կա sense ստատուսներ։ Արի փորձենք թվարկել։ Հետևողներ, հավատացողներ, աշակերտներ բարեկամներ որդիներ հարս սան ստատուսներ կա մենք նկատում ենք ավետարանում սրանք պայմանական ձևակերպումներ անեն որ իրարից շփվեն որովհետև նույն մարդը կարող է ամբողջը լինի նույն մարդը կարող է ամբողջը լինի եւ հետևող եւ հավատացող լինի եւ բարեկամ եւ աշակերտ եւ բարեկամ եւ մտերիմ նույն մարդը կարող լինի կարծում եմ լավագույն օրինակը դա է երբ նույն մարդը այդ ամբողջը միասին լինի որ նրա հետևելու շարժարիթը Քրիստոսով պայմանավորված բայց կա նաև sense բան ուղղակի հետևորդ բայց ոչ բարեկամ համաձայն եմ կարա այդպես լինի այո որովհետեւ ես գտա այդ տողերը շատ սիրու տող է եւ կարելի է կարդամ
Հովանես 15 այլևս ծառա չեմ ասում ձեզ, աշակերտներին ասում Հիսուսը, որովհետև ծառան չգիտի իր տերն ինչ է գործում, Այո, բայց ես ձեզ բարեկամ ասացի, որովհետև ամեն ինչ որ լսեցի իմ հորից ձեզ իմացրի, քո ասացի որովհետև բարեկամին է հնարավոր հայտնել։ Հա, տես օրինակ, սենց հարստամ, կուզեի ես լինել նրա բարեկամը, թե ուղղակի ծառա, Թե ծառայով բավարարվենք, թե ծառա լինելով բավարարվենք, ինչ ասի անեմ, հետո ես իմ գործերին սիրո ծառա, չէ, այն որ հերունով ծակում էին ականջը, եւ ինքը որպես սիրո ծառա, հավիտենական, հավերժական ծառա, իր ամբողջ կյանքը ընտրում էր ծառա լինելը։ Իրականում ծառա լինելը տիրոջ պատիվ է, բայց այս ծառան էլ բարեկամ պիտի լինի, որովհետև ամենաառողջ ծառայությունը բարեկամին մատուցած ծառայությունն է։ Կարող ենք ասել, այս տեսակ ծառանը, այս տեսակ բարեկամը այն ծառան է եղել, որը նրբանկատ է եղել նրա բոլոր գործերի մեջ։ Նա դեռ չասած Տերը, ինքը արդեն իմացել է ինչ է սիրում։ Ինքը անում էր այն, եթե անգամ հրամանել չէր ստացի անելու։ Վստահ ես, որ բարեկամը կարող է միայն այդ դա հասկանալ։ Այո, միայն բարեկամը մտերիմը կարող է հասկանալ։ Նա ով հասկանում է իր մտերիմի բնավորությունը, գիտի նրա արժե համակարգը։ Հիմա երբ մենք սկսում ենք Աստծուն ճանաչել, Աստծուն ճանաչելով նրա արժե համակարգը սկսում է դառնալ բնական մեզ համար։ Եվ դրանով մենք իրեն ենք ճանաչում եւ այդ լույսի տակ տեսնում ինքներս մեզ։ Դու արդեն չես սպասում, որ ինքը քեզ հրամայի նոր անես։ Դու արդեն գիտես, որ դա իրեն հաճելի է։ Ինքը քեզ գիտի, դու ես սկսում ես իրան ճանաչել։ Եվ իրան ճանաչելով դու գիտես ինչին ինքը կասի այո, ինչին ոչ։ Հաճախ մենք աղոթքներ ենք անում ու պատասխան չենք լսում։ Հետո մտածում ենք, որ երևի թե պատասխանը հետո պիտի լինի, դրա համար հետո է, բայց հետո հասկանում ենք իր լույսի տակ ու իր սուրբ հոգօգնությամբ, որ լռությունն էլ պատասխան էր։ Որ գուցե այդ քո բարձրացրած խնդրանքը, խնդրվածքը եւ այլն իր կամքի համեմատ այդպիսի լուծում պիտի ունենա։ Մենք հաճախ չենք հասկանում, թե ինչպես է դրսևորվում իր կամքը մեր իրականության մեջ։ Մենք վստահ ենք Սուրբ գրքից, որ նրա կամքը բարին է, նրա կամքը հաճելին է, նրա կամքը կատարյալ է։ Բայց անկեղծ որ ասեմ, ինչա բարին ըստ Աստծո, ինչա հաճելին ըստ Աստծո եւ ինչա կատարյալը ըստ Աստծո, շատ է տարբերվում իմ պատկերացրածից։ Դա լուրջ ուսումնասիրություն է պահանջում։ Որովհետեւ այն ինչին ես բարի եմ ասում, հանկարծ բարձում է չարը։ Այն ինչին ես հաճելի եմ համարում, բարձում հաճելի է մենակ ինձ համար, ուրիշ ոչ մեկի համար հաճելի չի։ Այն ինչ որ դու պատկերացնում ես, որ իրան հաճելի է, այո, բարձում է ինքը ատում է։ Ատում է։ Ինքը ատում է եւ դու չիմանալով հանկարծ ապրում ես իր կամքին հակառակ։ Հիմա Սուրբ Գիրքը ասում է, Տերը խոնարհներին շնորհք է տալիս, բայց անմարտավան հպարտերին էլ հակառակ է։ Ու եթե դու հանկարծ հայտնաբերում ես, որ քո կյանքում կա հպարտության որոշակի դրսևորումներ, Տերը օգնում է, որ դու դա տեսնես, որպեսզի ազատվես դրանից, դու հանկարծ հայտնաբերում ես, որ ախր այն ինչով դու ուրախանում էիր, պարծենում էիր ճակերտների մեջ, դա պարծենալու բան չէր։ Դրանից ազատվելու կարիք կա, որովհետև նա ով ուզում է իմ հետևից գա, պետք է իր անձը ուրանա։ Իսկ արդյոք հաճելի բան է անձը ուրանալը։ Հավատացյալներիս համար արդյոք հաճելի է, արդյոք հնարավոր է։ Դա ես վերջերս շատ եմ մտածում այս խոսքի շուրջ, որ Պողոս Առաքյալը ասում է ժամանակը ծախո առեք, օրերը չարեն եւ օգտվելով այդ առիթից ուսումնասիրեք Աստծո կամքը։ Գնալով ավելի ու ավելի եմ լրջանում այս խոսքի վրա։ Փաստորեն ով է այն մարդը, որ բարեկամն է կոչվում Քրիստոսի, ես հավատում եմ, որ ուղիղ կապ ունի այս խոսքի հետ։ Նա, ով որ հետևողաբար ուսումնասիրում է Աստծո կամքը, սովորում ուսումնասիրում է։ Այսինքն ինչքան կարևոր է այս երևույթը հասկանաս Աստծո կամքը, դրա մեջ մտնում է իր խորհուրդները, իր մտածումները, իր գործելակերպը, իր քայլերը, իր ձեռագիրը հասկանալ, ճանաչել, իր ձայնը լսելու արվեստը սովորել ամեն ինչի մեջ։ Սրանք սաղ իրար հետ կապված բաներ են եւ շատ բավականին ժամանակատար, այսպես ասած։ Ինչպես տիրոջ խոսքերը, ես եմ բարի հովիվը,
Դուք իմ գառներն եք։ Ասում էր, ես իմ հոտին անունով գիտեմ, նրանք էլ իմ ձայնը ճանաչում են։ Հիմա ձայները շատ են, բայց հոտի անդամը ճանաչում էր իր հովվի ձայնը։ Դու ձայնով կարողանաս ճանաչել քո հովին, միայն մեկ դեպքում հնարավոր, երբ դու բարեկամի կարգավիճակում ես։ Եվ քո հովիվը քեզ համար բարեկամի նման է։ Այլապես նրա ձայնը ընդհանուր ձայների մեջ տարբերելը դժվար կլինի օտարի համար։ Ձայները շատ են աշխարհում։ Այդ նույն ձայները լսում է եւ անապաշխարը, եւ ապաշխարած մարդը։ Բայց ապաշխարած մարդու համար հեշտ է այդ բազմազանության մեջ ընկալել որն էր Տիրոջ շշունջը թեկուզ։ Բայց անապաշխարի դեպքում անգամ աղաղակը անլսելի է դառնում։ Այսինքն սա հարազատի զգացողություն է, ճանաչող ձայնի ինտոնացիան, Իսկ ինչ է հավիտենական կյանքը։ ճանաչել։ Հավիտենական կյանքը Քրիստոսին ճանաչելն է, Այո։ անընդհատ։ Այո, Անընդհատ։ Անընդհատ։ Երբեք ավարտ չունի։ Հիսուսի համար ասում է նա հավիտենական թագավոր է, նրա թագավորությանն ու իշխանությանը ավարտ չկա։ Հավիտենական նշանակում է անվերջ, չէ՞։ Նաև անվերջ է նշանակում։ Հիմա դուրս է գալիս, որ մեր կյանքը հավերժ, անվերջ իրան ճանաչելու process է դառնում։ Եվ սա հրաշք է։ Սա երջանկություն է։ Հավիտենություն է։ Իսկ դու ասում ես կամքը ճանաչել, չէ՞։ Բայց չէ որ կամքը հնարավոր է ճանաչել միայն այն ժամանակ, երբ ինքը կօգնի քեզ ճանաչել։ Որտեղ ոչ մեկ չի կարա ասուն գա, եթե Աստված չքաշի նրան, ոչ մեկ ասուն չի կարա հայտնաբերի իր համար, եթե որդին չհայտնի իրան։ Միտեղ էլ ասում եմ իմ նա են սիրողը, ես հիմա այս վերջերս սրա վրա ծառվել եմ։ Թույլ տուր այսպես ասեմ, շատ սիրում եմ այդ խոսքը, որովհետև ինքը աքսիոմա է, չես կարա շրջանցես։ Դա չի աքսիոմա է դրած։ Նա են սիրողը, որ իմ պատվիրանները ունի եւ պահում է, հայրս նրան կսիրի, եւ ես ինքս ինձ կհայտնեմ նրան։ Միթե սա չի նրա կամքը ճանաչելու միակ տարբերակը։ Միակ տարբերակը խոսքը ունենալ եւ պահել։ Արտիրոջը, ասում է, հորը ոչ մեկ երբեք չի տեսել։ Միայն միածինը, որ նրա ծոցում էր, նա հայտնեց։ Եթե որդին հայտնել է քեզ, ուրեմն դու տեղյակ ես ու ճանաչում ես։ Եթե չի հայտնել, դու իրան չես բացահայտի։ Ձև մի տուր քեզ բացի։ Չես բացահայտի։ Նա անսահման վեր է։ Մարդկային տաղանդով, ընդունակություններով ու հնարավորություններով նրան հասնել ու նրան ճանաչել հնարավոր չի։ Փաստորեն ինչ է կատարվում։ Հիսուսի հայտնությունը կրոնական բոլոր արարողություններից ավելի վեր բան է։ Այսինքն Հիսուսի հայտնությունը ուղիղ կապված է իր կամքի հետ։ Ում ուզեմ ինքս ինձ հայտնեմ, կհայտնեմ։ Չուզեմ հայտնեմ, չի ինչ ուզում ես արա։ Չի բացահայտի։ Չես ունենա։ Հիմա Աստծո խոսքը ոնց էր ասում։ Նա ով ուզում է մոտենա Աստծուն, պիտի ինչ ունենա։ Հավատք։ Առանց հավատքի անկարելի է Աստծուն հաճելի լինել։ Այսինքն, եթե դու հավատք չունես, դու չես էլ կարա մոտենաս նրան։ Իսկ եթե չմոտենաս, նրան չես կարա հայտնաբերես։ Այսինքն, քեզ գոնե մինիմալ մի հավատք պետք է մարդկորեն, որ կարողանաս ասես Հիսուս արի ու քո հավատքը բեր ինձ համար, որ ես կարողանամ հենվեմ քո խոսքի վրա, որ ես կարողանամ քո խոսքը դարձնեմ ինձ համար հենարան իմ ոտքերի տակ, որ ես կարողանամ կանգնել դրա վրա, որովհետև հավատքը իրական փրկարար հավատքը ծնվում է Աստծո խոսքից։ Նայ, հետաքրքիր բան է։ Փաստորեն կա փրկության մակարդակի հավատք։ Փրկության հավատք կա։ Դա ամենացածր մակարդակն է։ Սկիզբն է։ Պատկերացնես մարդիկ կան, որոնք այդ փրկության մակարդակի հավատքի մեջ են մնացել։ Նրանց հետաքրքիր չի Հիսուսի հայտնությունը։ Ընդամենը նրա այդ բարեկամությունը։ Նրանք ուրախ են, որ փրկվել են։ Չգիտեմ սրան ինչ անուն կարանք դնենք։ Դե խանձվածի կարգավիճակն է, որ մի կերպ ավելի լավ է խանձված, բայց փրկված, քան դժոխքում հայտնված։ Բայց արդյոք սա է Տիրոջ կամքը։ Այ դու ուրիշ տեղ բեր, դու ուրիշ հարթության մեջ ես բերում։ Սա է արդյոք Տիրոջ կամքը, որ ուղակի փրկվենք, բայց կարող է իսկ մեր փրկությունը Աստծո կամքի մեջ է։ Մեր փրկությունը Աստծո կամքն է։ Հա, բայց միայն մեր փրկությունը այստեղ է։ Բայց էգոիզմ չկա դրա մեջ։ Էգոիզմ։ Մենակ փրկվեմ։ Գուցե կա, բայց սա մանկական էգոիզմ է։ Հետաքրքիր բան ասած։ Մտածել եմ։ Ինչ էր ապաշխարությունը։
Ապաշխարությունը մեղքի գիտակցելն էր, զղջալը եւ թողնելը, չէ՞, կամ քասուն հանձնելով։ Սա էր ապաշխարությունը։ Շատ մարդիկ կան, ովքեր գիտակցում են մեղքը, բայց չկա մեղքի համար զղջումը եւ չկա մեղքը թողնել ու կամ քասուն հանձնելը։ Սա կարող ենք ապաշխարություն համարել։ Մարդը միշտ խոսում է իր մեղքից։ Դու հասկանում ես, որ գիտակցում է մեղքը, բայց դա մեղքի գիտակցություն է։ Ընդամենը մարդ կա, որ գիտակցելուց հետո զղջում են ունի, ափսոսում է, որ ինքը մեղքի մեջ է եւ այդ մեղքի պատճառով կտրված Աստծուց։ Դա էլ բավարար չի։ Հա, բայց ինքը մեղքը չի թողել կամ քասուն չի հանձնել եւ այս դեպքում ոչ մի բան դեռ չի փոխվել։ Ինքը շարունակ խոսում է մեղքից, ինքը լացում է մեղքի համար, բայց այդքանով ավարտվում է իր մեղքի նկատմամբ իր վերաբերմունքը։ Իրականում ապաշխարությունը պետք է գա գործնական փուլ։ Եվ դու թողնես եւ կամքը քո ընտրություն կատարելու ազատ կամքը բերես իր կամքի սահմաններում։ Իրականքը դառնա քեզ համար որոշիչ եւ դու ազատ լինես։ Նոր էս ժամանակ արդեն ես բացում եմ իմ սիրտը քո առաջ Հիսուս։ Արի իմ կյանքի մեջ, արի իմ սրտի մեջ։ Արի քո արյունով մաքրի իմ մեղքերը, ես մաքրվելու կարիք ունեմ։ Եվ քո հարության զորությամբ հարություն տուր իմ հոգուն, վերածնիր ինձ քո զավակը դարձրու։ Ես ուզում եմ դառնալ քո զավակը, իսկ զավակ դառնալուց հետո ես նաև պիտի փնտրեմ քո երեսը մշտապես դառնալու քո բարեկամը, քո մտերիմը, որտեղ ինձ համար կարևոր է, ցանկալի է, փափագելի է քեզ այդ մտերմությունը։ Դու գիտես ինձ, դու գիտես իմ սիրտն ու երիկամունքները քննում ես, ամեն բան գիտես իմ մասին։ Ես ծածկված չեմ քեզանից, բայց ես էլ ուզում եմ ճանաչել քեզ Հիսուս։ Հենց քեզ ճանաչել։ Ինձ պետք չի ուրիշ բան, ինձ դու ես պետք։ Որովհետև իմ կյանքը կարաս մենակ դու փոխես, ոչ թե այն բարիքները, որ դու տալիս ես։ Խնդիրը այն չի, որ քո տված բարիքներին ես այլ աչքով կարող նայեմ, բայց ես ավելի շատ բարիք ու գանձ համարում եմ քեզ, քան այն ինչը հնարավոր է ակնկալել քեզանից։ Դա մենք ասում ենք, շատ ենք ասում դրանով։ Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգուն հաջողվի այս process-ը առաջ տանի իմ կյանքի մեջ, մեր կյանքի մեջ։ Դա մեր անգիրարած բառերն է։ Դե կարծում եմ եթե գոնե որպես բարերի տեսքով էլ հնչում է, գոնե ինչ որ մի պահի պետք է մեր միտքը լուսավորվի, որովհետև անդադար միշտ չես կարա այդ բարերը դատարկ օգտագործես, ինչ որ մի պահի ուղեղդ կմիանա, որ դու հասկանաս գոնե ինչ ես ասում, իսկ ինչ ես ասում, հայրմերի նման Աբրահամ եղբայր, հայրմերի նման, հայրմեր որ երկնքում ես քո անունը սուրբ լինի, քո թագավորությունը գա, քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես երկրի վրա, բայց երբ հասկանում ես թե ինչն է իր կամքը, դու կարող ես հաղորդել այդ մասին։ Եթե Աբրահամը իմանար, որ Աստծո կամքը Իսահակին Մորիայի վրա սպանելը պիտի լիներ, չէ՞։ Կաղոթել քո կամքը թող լինի, հարց է։ Այսինքն դու ասում ես ոչինչ որ շուշուտ ասելիք հայտի քո համար, մի օր միտքդ կբացվի։ Դե օրինակ ես մտածում եմ, լավ շուշուտ ասես մի օր միտքդ բացվի, քան թե ընդհանրապես չասես ու միտքդ խոտ չընկնի։ Որովհետև ես բան չէի ասել։ Հիմա տես դավանությունը իրականում իրանից ինչ է ներկայացնում։ Աստծո խոստումի կրկնությունն է, չէ՞, հավատքով կրկնություն։ Դավանությունը քո երազանքների բարձրաձայնելը չի։ Օրինակ, եթե ասեն ես ուզում եմ դառնալ, ենթադրենք միլիարդ հատեր։ Ու սա ամեն օր ասում եմ։ Հիմա իրականում միլիարդ հատեր դառնալը գուցե լավ չի կամ լավ է, չգիտեմ։ Չէ, դիվանիկ նստած, չէ՞։ Ում դեպքում ոնց է, չգիտեմ։ Բայց եթե դու դա շատ ասում ես, դու հավատացյալ ես ու դու շատ ասում ես, արդյոք սա դավանություն է եւ սա պետք է իրականություն դառնա։ Ինձ մի հարց, այդ հարցը մի տոփ խնդրում։ Ուզում ասել, այս պարագայում դավանություն բառը կորցնում է իր ճիշտ իմաստը, որտեղ դավանությունը այն ժամանակ, երբ դա հավատով Աստծո խոստումի կրկնությունն է։ Եթե Աստված խոստացել է քեզ դա, եւ դու դա վերցրել ես քեզ համար որպես կյանքի խոստում եւ հայտարարում ես, սա դավանություն է։ Երբ ասում են նրա վերքերով մենք բժշկվեցինք, դու այս խոստումը վերցնում ես, որ Հիսուսի վերքերը քեզ բժշկել են, եւ դու հիվանդ ես ու հայտարարում ես Հիսուսի վերքերով եմ ես բժշկված։ Սա դավանություն է, բայց այն որ ես այսօր միլիոն հատեր պիտի լինեմ, վաղը միլիարդ հատեր օրինակ։ Այսօր այս պիտի անեմ, վաղը այն պիտի անեմ, եւ սա ամեն անգամ ասում ես, սա հոգեբանական վարժանք է, եւ սա ավելի շատ վտանգավոր է, քան չեզոք։ Սա նույնիսկ վտանգավոր է, որովհետեւ ինչ է սովորացնում հոգեբանությունը, նման բաներ։ Մարդիկ ովքեր խնդիրների խնդրի մեջ են, նրանց ոչ թե օգնում են այդ խնդիրներից դուրս գալ, որովհետեւ այդ խնդիրներից դուրս գալ հնարավոր է միայն Աստծով,
ճշմարիտ դուրս գալը միայն Աստծով հնարավոր։ Նրանց վարժանքների են ենթարկում, որ դու այլևս բացասական երանգ պարունակող բաներ մի ասա միայն դրականը, ու այդ դրականը կսկսի աշխատել։ Այդ դրականը կսկսի աշխատել հոգեբանական մակարդակում։ Եվ քանի որ հոգեբանական մակարդակում այն ժամանակի մեջ է սահմանափակված, որտեղ դա հնարավոր է եւ կորցնել։ Դա այն արժեքը չի, որը կարող է քեզ ազատի, որտեղ ինչն է ազատում մարդուն, խոսքի ճշմարտությունը։ Մարդուն իրական ազատ անում Աստծո խոսքը։ Ուրիշ բան չի կարող մարդուն ազատ անի։ Մենք ուրիշ հիմքեր չունենք մտածելու, որ գիտես ինչ, մեղքի մեջ մեկը շատ կապված է, մեկը քիչ, այն քիչ կապվածը ավելի ազատ է, քան շատ կապվածը։ Լավ, սա համեմատության մեջ, բայց չէ որ ինքնախապեյություն է։ Մեկը բավարարվում է միայն նրանով, որ ես այս մեղքի աշխարհում մենակ սուտ եմ խոսում, մնացած ավելի վատ մեղքեր են գործում։ Եվ սրանով ամեն ինչ նորմալ է, ես ահագին սուրբ եմ նրա համեմատ։ Լավ, հա, այդ համեմատության մեջ գուցե դու սուրբ ես, բայց երբ դու համեմատվում ես Քրիստոսի հետ, ինչքան սուրբ ես դու։ Չէ, դա քեզ կփրկի, որ քիչ ես։ Այդ համեմատությունը քեզ կփրկի, թե չէ։ Աբրահամին որ գանք, Աբրահամ ջան, ես ուզում եմ որ Մովսեսից հետո գանք Աբրահամին։ Աստծո կամքի նկատմամբ Աբրահամի վերաբերմունքը իսկապես երկյուղալի էր, որովհետև նա Աստծո բարեկամ էր, նա մշտապես երկյուղով էր Աստծո ներկայության մեջ, եւ այս դեպքում նրա այդ բարեկամ լինելու հանգամանքը Տերը օգտագործում էր մեզ օրինակ անելու համար։ Տես, մենք սովորաբար մտածում ենք, որ մեր բարեկամը մեզ միշտ լավ բաներ պիտի անի, եւ սա նորմալ տրամաբանություն է։ Բայց ախր Աստծո հետ բարեկամության մեջ մենք ասում ենք, չէ, չգիտենք ինչն է բարին, ինչպես հարկն է։ Ասում եմ, մեզ աղոթել սորացրու, բայց ինչպես աղոթել, ինչպես հարկն է չգիտենք։ Այսինքն մի կարգին ոչինչ էլ չգիտենք, եթե Տերը չի տվել։ Բայց երբ Տերը օգնում է հասկանալ, դու սովորում ես վստահել նրա կամքին, չհասկանալով։ Այդ կամքը հնարավոր է, որ քո շահերից չի բխում։ Աստծո կամքը շատ հնարավոր է, որ քո պատկերացած շահերից չի բխում։ Ավելին ասեմ, շատ հնարավոր է, որ Աստծո կամքը քեզ համար ցավոտ է լինի։ Վերցնենք օրինակ Աբրահամին։ Աբրահամը Տիրոջ բարեկամն էր, նրա հետ էր քայլում, նրա համար Սոդոմի Գոմորի պատմությունն էլ հիշենք, Տերը եկել էր, որ իր բարեկամին հայտներ, թե ինչ պիտի անի, որովհետեւ իր բարեկամը բարեխոսություն բարձրացնի գոնե Ղովտի ընտանիքը փրկվելու համար։ Ու ստացվեց այնպես, որ այդ բարեկամի հետ քայլողը երբ խոստում էր ստացավ, որ ինքը Իսահակին պիտի ունենա, իր կյանքի ամենաերջանիկ պարգևը ստացավ, չէր էլ մտածում, որ ինչ որ մի պահի այդ իր սրտի ամենաթանկ բանը Աստծուց հետո պետք է մի օր Տերը ասի վերադարձրու։ Չէր էլ ով կարա պատկերացնի։ Ես երբ այդ պատգամը Աբրահամը ստացավ, ես չգիտեմ Աբրահամը ինչ էր ապրում իր ներսում։ Նա գուցե դրսում չէր արտահայտում դա, որովհետև հնարավոր չէր դա անցալել։ Ոչ իր կինը կարար դա հասկանար, ոչ իր ծառաները, ոչ նրանք, ովքեր իրանից լսում էին իր Աստծո մասին։ Դրա համար ենթադրում եմ ինքը իր մեջ էր պահում այդ հայտնությունը։ Դրա ինչ հայտնություն ասեմ, չգիտեմ, բայց ամեն դեպքում բարեկամը նրան պատվեր էր տվել։ Նրան տվել էր պարգև Իսահակի տեսքով։ Իսահակ ծիծաղ ուրախություն էր եկել իր տունը, եւ իր տունը կարծես լցված էր ու այս մարդը որպես Աստծո բարեկամ վայելում էր Աստծուց ստացած օրհնությունները, բայց մի պահի Տերը ասեց վերադարձրու։ Եվ Աբրահամի կյանքում շատ բաներ սկսեցին խառնվել։ Իր գուցե Աստված ճանաչողությունը, Աստծո նկատմամբ իր պահվածքը, վերաբերմունքը սկսեց նորովի վերլուծվել իր մեջ։ Ինքը չէր արտահայտում ոչ մի բան։ Առավոտյան վեր կացավ, էշը վերցրեց, փայտը դրեց նրա վրա, Իսահակին վերցրեց, երկու ծառաներին վերցրեց եւ գնաց Մորիայի սարը։ Գնաց Աստծո հետևից, Աստծո խոսքի հետևից։ Ինչ է նշանակում այդ խոսքը, չգիտեմ։ Գուցե Աբրահամը իր մեջ մտածեր կամ աղոթեր ու խոսեր ասեր Տեր, իմ կյանքը տամ քեզ։ Ինձ համար ավելի հեշտ է, ես իմ կյանքը տամ քեզ, քան իմ զավակի։ Իմ կյանքը վերցրու քեզ։ Բայց չէ, Տերը զավակին ասեց։ Խնդիրը այնտեղ չէր, որ պետք էր զավակը սպանվեր։ Աստված գիտեր, որ սպանելու համար չի ասում։ Այո։ Բայց Աբրահամը չգիտեր այդ մասին։ Եւ Աբրահամը անգամ այն պահին, երբ ամենացավոտն էր իր համար, ամենաանհասկանալի բանն էր, որ ինքը լսել էր Աստծուց, ամենաանհասկանալին էր իր համար։ Բայց միևնույնն է, երկյուղը հաղթեց իրան։
Աստծո նկատմամբ իր պահվածքը հաղթեց իրան եւ ինքը վերցրեց ու գնաց Աստծո խոսքն ասում է որ ճանապարհը 3 օրվա էր Աբրահամ 3 օր անընդհատ այդ մտքերի մեջ 3 օր անընդհատ այդ մտքերի մեջ 3 օր հետո գնում են հասնում են տեղ Իսահակն ասկսում կողքից միանալ հայր բա փայտը կա ամեն ինչի կա բա զոհացուն ուրա մենք եկել ենք զոհանելու բա ուրա զոհացուն Աբրահամն ասում է Տերը տենում է իր զոհացուն բոլոր դեպքում սա լուրջ քննություն էր բայց այս քննությունը մենակ բարեկամը կարա տա այս քննությունը մենակ Աստծո բարեկամը կարա տա եւ այնպիսի բարեկամը ում համար Աստծո առաջ կանգնելու երկյուղը ավելի արժեքավոր է քան մնացած ամեն բան միասին վերցրած Աբրահամ ջան Աստված ամեն մեկին չի ասի դու իմ բարեկամն ես ամեն մեկին ասելու էլ չի իհարկե հատուկներն են դրանք իհարկե Ստեղ հարցը ես հասկացա այսպես ինչ որ դու ասեցիր օրինակ այսպես ինչ մակարդակի մտերմություն կուզեիր ունենայր Տիրոջ հետ սա է քո հարցը ամբողջ խոսքիդ մեջ սա է հնչում դու բավարարված ես քո հոգևոր մակարդակով դու բավարարված ես Աստծո հետ քո մտերմության հետ այսինքն ինչ մտերմություն ունես Աստծո հետ եւ դրանով բավարարված ես թե դու կուզեիր ավելին դու կուզեիր որ փորձառաբար նկատեիր որ դու Աստծո բարեկամն ես դու կարողանում ես հասկանալ Աստծո ծրագիրը որոշումները խորհուրդները թեկուզ շատ փոքրիկ մասով թեկուզ մի քիչ բայց միևնույնն ուզում ես եւ սա կարող են կապել նաեւ փափագի հետ ինչ փափագներ կա քո մեջ որովհետեւ ես ինքս էլ իմ հոգեվոր կյանքում նկատել եմ որ մի տեսակ սառնություն ա եկել փափագներս կարծես թե այլևս չունեմ ինչ որ բավարարված եմ զգում իմ եղածի մեջ ինչ որտեղ հասած այո դա էլ կա իմ հեղինակությունը հարգանք վերջապես դրանով հարբած արդեն բայց Աստծո հետ կարծես անհանգստություն չկա մեջս ոչ մի ձև որ ավելի մոտենալու ավելի ճանաչելու նրան հասկանալու եւ իրոք անկես խորը սրտիդ մեջ հասկանաս որ դրա կարիք ունես ինչ որ հեռացել ես ինչ որ սառել է քո սիրտը ինչ որ ձև է դառել ամեն ինչ սենց հարցեր կան կամ այն ինչ Աստված նախատեսել էր արդեն եղել է դու հասել ես այդ էլ կա ավետարանի մեջ դա էլ լուրջ խնդրեմ էլ ոչ մի բանի կարիք չունես բայց Հիսուս ասում է դու ողորմելի ես դու քյոր ես կներես խոսքիս համար ուզում եմ կոպիտ ձևով ասեմ դու արդեն չես դու այնքան ես իջել դու արդեն չես տենում դու կարիք ունես գասի մոտ եւ որ ես դեր դնեմ քո աչքերին եւ քո աչքերը սկսեն տեսնել լույսը եւ Աստծո գործը չգիտեմ ինչ ասեմ շատ ենք իջել ես իմ համար եմ ասում Աբրահամ եղբայր Աբրահամը 25 տարի խոստումն առած էր ապրում բայց ոչ մի նշան չտեսնելով այդ մասին մինչև այն պահը երբ Սարան որպես որդե ծնող կին դադարեց այդպեսին լինելուց որ երբևիցե ուրիշ ոչ մի անուն չդրվի Աստծո տրված պարգևին որ Աբրահամն էլ Իսահակն էլ ու նրանց հետ առնչվող յուրաքանչյուրը իմանար որ Իսահակի արկայությունը իրանց ընտանիքում Աստծո բացառիկ միջամտության հետևանք է սա հստակ է Աբրահամը 100 տարեկան էր մենք քանի տարեկան ենք Աբրահամի կյանքում նոր սկսում էր այդ բարեկամի այլ ավելի թռիչքը նոր սկսում էր որտեղ Աբրահամը դրանից հետո որպես բարեկամ շարունակեց ապրել հետևաբար հանձնվել ու մտածել որ մենք արդեն հասել ենք այնտեղ որտեղ Աստված ուզում էր այդից են կոմել մեզ համար ճանապարհ չկա չէ սա կարծում եմ սխալ առաջնորդություն է եւ շատ էական ու կարեւոր որ Աստծո ներկայության ու խոսքի նկատմամբ քասնու ծարավը շարունակի մեզ հետապնդել ու այսպեսի հարց եմ ուզում տալ արդյոք ես այն մարդն եմ ով Եդեմի պարտեզի մեջ օրինակ եկեղեցում մեկ անգամ կյանքի ծառի պտուղից վայելել է ու դրանով բավարարվում է ոչ ես ուզում եմ լինել այն մարդը ով կյանքի ծառից ենկում չի գնում
ով անընդհատ ապրում է կյանքի ծառի պտուղով, ում համար ավելի թանկ է ու արժեքավոր կյանքի ծառի պտուղը, քան մնացած պարտեզային պտուղները, որոնցով լցված է իրականությունը։ Տերը շատ բարիքներ ունի, բայց չէ որ ոչ մի բարիք կամ մնացած բոլոր բարիքները միասին վերցրած իրեն որպես բարիք չեն փոխարինում։ Ինքը իր բացառիկ տեղը ունի։ Միայն սա է բարեկամ դարձնում։ Մենք շատ հաճախ պարծենում ենք մյուս բարիքներով։ Երբ մարդուն իր հավատքի մասին է հարցնում, ասում Աստված իմ կյանքում էս բաներն արել է, խոսում է այն բարիքներից, որոնք Տերն արել է իր կյանքի մեջ։ Սա համարելով իր արժանիքը բարիքներից է խոսում ավելի շատ, քան Տիրոջը որպես բարիք։ Միանշանակ, որովհետև իր ակնկալիքը դա է եղել։ Ինքը այդ փորացավով է մոտեցել եւ դեղը խմել է։ Երբեմն Տերը տալիս է, չէ՞, ասում։ Հաճախա տալիս, Աբրամ, անապաշխարին էլ է տալիս։ Այո։ Այսինքն դուրս է գալիս պարծենալ մի բանով, որով կարա պարծենալ նաև անապաշխարը, սա մեր պահվածքը չպետք է լինի։ Եթե պարծենաս, պարծեցի իրանով։ Դες օրինակ Պողոսը որ ասում է հավատքս պահեցի, բարի պատերազմեցի, ընթացքս կատարեցի։ Հետո ասում է մնում է կենաց պսակը, կյանքի պսակը։ Ինչ պսակ է դա։ Այդ ինչ հետաքրքիր պսակը։ Ինչ պսակ է դա, որ ասում է մնաց դա։ Կարծում ես դա հենց ինքը Քրիստոսն է, այդ պսակը։ Նաև, այո, իհարկե։ Ինչի՞ չէ։ Այսինքն եթե Քրիստոսը չի ինքը ուղղակի պսակ ուրիշ պսակ ակնկալում, հա, ուրիշ մեդալ ակնկալում։ Հա, էլի, մի հատ ինչ-որ ծանր ոսկի դրած գլխի։ Ուզում եմ հասկանամ, այն դեպքում երբ Տերը երկնքում կմոտենա իր բարեկամներին, կասի ապրես հավատարիմ ծառա, քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա եմ դնում քեզ։ Այդ շատը ո՞րն է։ Դուրս գալիս է, որ քչի մեջ հավատարմության մեր շարժարիթը շատին տիրանալն է։ Հենց իրան, շատ ինքն է։ Ահա, էս դեպքում։ Իսկ ոչ բարեկամի պարագայում մարդիկ կային, որ Տիրոջը գալիս էին օգուտ ունենալու համար, շահ ունենալու համար։ Եվ սա բարեկամի կեցվածքը չէր։ Սա հավատացողի կեցվածքն էր, բայց ոչ բարեկամ հավատացողի։ Նրանց ում Աստված իր խորհուրդներն է հայտում որպես ավելի թանկ արժեքներ, քան մի հատ կոնֆետը, որով կարա բավարարվի սովորական հավատացողը, սովորական երեխան։ Տեղարի համեմատի։ Հիմա Աբրահամի դեպքում Աբրահամը Աստծո բարեկամ էր ոչ թե նրա համար, որ շահ ու օգուտ ուներ իրանից, ընդհակառակը հələ ինչ որ տեղերում վնասներ էր կրում մարդկային ձևակերպմամբ, չէ՞, որ ոչ մեկից չի ասել Տերը քո երեխուն տար, բեր ինձ տուր, հələ տեսնեմ մենք ինչ ենք անելու։ Ինձ հետաքրքիր է մենք ինչ ենք անելու։ Մենք չենք կարա դրա համար մեզ չի ասում։ Մենք այդ քննությունը չենք կարա տանք, դրա համար մեզ չի ասում։ Մենք կարանք այն քննությունը տանք, որ Տեր ինձ վերցրա, ինձ վերցրա։ Ես համաձայն եմ, որ դու ինձ տանես։ Աբրահամի մակարդակի հավատ պիտի ունենանք, որ այդ քննությունով մեր ժամանակը լրանում է։ Ես ուզում եմ ավարտել հետեւյալով, Աբրամ ջան։ Երրորդ հերոս կա, որը համարվում էր արդար մեկը, Սելղովտն էր, որը եղբոր որդին էր Աբրահամի։ Նրա հետ ապրած, նրա հետ քայլած, նույն անապատի մեջ, նույն հոտերի կյանքով ապրած վրաններ ունեցած մեկը, ով եւս ասում հավատում էր։ Եվ երբ եկավ ընտրության հարցը, նա ընտրեց լավագույնը, մարդկորեն լավագույնը ընտրեց, դա Սոդոմի տարածքն էր։ Հետո պարզեց, որ Սոդոմում էլ տուն ունեցավ արդեն, եւ իր երկու աղջիկների եւ կնոջ հետ սկսեց բնակվել Սոդոմում, որը այդ ժամանակ երբի այդ երկրամասի կենտրոնն էր, զարգացած բարի բոլոր իմաստներով, բայց ոչ հոգևոր։ Զարգացած նաև մեղքի իմաստով։ Ու այս դեպքում, երբ Տերը եկավ իր բարեկամին հայտնելու իր անելիքները, ամբողջ նպատակը գոնե Ղովտին փրկելն էր այդտեղից։ Հիմա Ղովտը բարեկամ չէր։ Ղովտը հավատում էր, արդար էր, ըստ Սուրբ գրքի արդար մարդ էր։ Աստվածավախ էր, բայց բարեկամ չէր։ Եվ Տերը Ղովտին չգնաց հայտնելու, Աբրահամին եկավ հայտնելու Ղովտի համար։ Ես կուզեմ, որ այս օրինակ, այս համեմատությունը օգնի մեզ չբավարարվելու Ղովտի կարգավիճակով, արդար լինելու կարգավիճակով, արդարացածի կարգավիճակով, Աստծուն մասամբ ճանաչողի կարգավիճակով։ Նա վախում էր Աստծուց, Աստվածավախ էր, բայց միայն սրանով չբավարարվելու, այլ ապրելու Քրիստոսին որպես բարեկամ, Աբրահամի նման բարեկամ ունենալու հապագով։ Դու շատ հետաքրքիր բան ասացիր, կարևոր ու միտք արտնացրեցիր իմ մեջ,
թույլ կտաս հասկացածս մեկնաբանեմ Աբրահամը որ Տերը այցելեց ասես պետքա գնամ կործանեմ ինքը հետաքրքիր բան ասեց Աբրահամը գիտեր որ Ղողտը արդար է ասեց եթե 50 արդար լինի այո այսինքն Աստված 50 արդարի համար չէր կործանի արդարը եւ Աբրահամի այդ գաղտնիքը գիտես փաստորեն լավ բան ասեցիր ոչ թե միայն արդարացված այլ բարեկամը նա է ով որ հասկանում է Աստծո սիրտը իսկ Աստծուն հասկանալու համար Հիսուսը ինչի ասում ինչ որ իմ հորից իմացա լսեցի ձեզ եմ հայտնում հոր ծրագիրը փրկության ծրագիր էր Հիսուսը դա է հայտնել իր բարեկամին այսինքն դու ոչ թե միայն ծառայ ես այլ նաև բարեկամ ես այն իմաստով որ մասնակից ես իմ հետ հոր ծրագրին փրկության պատճառ լինելու համար բարեկամը նա է որ ոչ թե միայն ուրախավոր ինքը փրկված է եզրակացություն այո բարեկամը նա է ոչ թե որ ինքը ուրախավոր ինքը փրկված է արդարացված է այլ ուրախ է որ փրկության պատճառ է լինում Փարտիրոջը այսինքն Հիսուսի բարեկամները նրանք են փաստորեն էս է դուրս գալի ովքեր փրկության պատճառ են դառնում շատերին Փարտիրոջը իսկ ճիշտ եմ սա հասկացել Քրիստոսին նմանվելն է միանշանակ որտեղ ինքը փրկիչն է իր սպասավորությունը ծառայությունը փրկությունն է ու եթե դու մասնիկն ես կազմում սրա դու իր բարեկամն ես դու իր բարեկամն ես փրկության մասնիկ մասն ես դու իր կամքի մեջ այդ ժամանակ ես հիմա տես Ղովտը ապրում էր այնտեղ Աստվածավախ էր արդար էր բայց տեղյակ չէր Աստծո ծրագրին Տերը եկավ Աբրահամի մոտ ու ասեց ես գնում եմ կործանեմ այդ քաղաքը իր մեղքի պատճառով բնականաբար Ղովտն էլ մեջն է սովորական մարդիկս կասենք դու գնում ես ուրեմն դի քո կամքն է ես քեզ հետ գալիս եմ օրինակ Լավ ես անում, որովհետև ես գիտեմ որ քո կամքը բարին է, ես քեզ հետ գալիս եմ, բայց չէ որ բարեկամը հասկացավ որ այդ ինֆորմացիան իրան տրվեց, որ ինքը կարողանա Ղովտի համար բարեխոսություն անի։ Հիսուսին աշակերտներից, եթե չեմ սխալվում, Թովմասն էր հենց ինքն էր, որ ասել, եթե չեմ արի աղոթենք երկնքից կրակիչնի։ Աշակերտ։ Այո։ Մտածել եք երբ ասա, դեր մի հատ բնաջինջար է էլի, մի հատ թշնամիներից վառի, սենց Աբրամ, նայ, ես չգիտեմ Աբրահամը ինչ էր ապրում, երբ ինֆորմացիան ստացավ, որ Տերը եկել է այդ մեղքի քաղաքները ավիրելու։ Զուգահեռ այսօրվան են բերում։ Մենք սուրբ գրքից գիտենք, որ մի օր Տերը այս երկինքն ու երկիրը կրակով անցկացնելու, այսինքն այս ամեն բան ավարտ ունենալու։ Բայց սա ինչի համար գիտենք որ մենք ինչ անենք որպես Տիրոջ բարեկամներ այս ինչ ասիր որ մենք որպես Տիրոջ բարեկամներ մեր տեղում եւ դերում լինենք փրկության պատճառ դառնանք դրա համար իզուր չի ասում որ ամբողջ ստեղծագործությունը սպասում է Աստծո որդիների հայտնությանը որպեսի փրկության պատճառ դառնա Թե պիտի նստես ուրախանաս, ես փրկվա, հեսա վառվում անա։ Ես լավ այս երբ տժժում է երկիրը, չէ՞։ Նստեմ նայեմ դրան ոնց է վառվում ամենը։ Հովնանի պես։ Մարդիկ։ Չէ՞ որ Տերը դա հայտնել է մեզ, որպեսզի մենք բարեխոսենք։ Ասма դու մի հատ հասարակ բույսի համար ասма տրտմեցիր։ Հովնանին ասում։ Ասма բա Էդի որ այսօր կա վաղը չկա չորանալի օրինակ է էդի ինչ ծանր էդի մի մեռնելը տեկավ ժողովուրդը բայց ժողովուրդը 120,000 որ իր աչու ձախը չգիտի բա ես ոնց վերաբերվեմ իրանց հետ Տեր Աստված չգիտեմ ես մենք մնում ամեկ աղոտ Տեր սովորեցրում ես ճանաչել քեզ ճանաչել քո կամքը Տեր սովորեցրում ես հնազանդվել քո կամքին, շատ հաճախ չհասկանալով։ Տեր սովորեցրում ես ապրել քեզանով եւ քեզ համար ապրել։ Տեր դարձրու իսկապես մեզ քո բարեկամները, քո սրտի խորհուրդները իմացող բարեկամները։ Մեզ դարձրու այնպիսի մարդիկ, որոնց դու կարողանաս վստահել քո սրտի խորհուրդները։ Գիտես, մենք ուզում ենք համապատասխանել քո կամքին։ Գիտես, ես միշտ հետաքրքիր ես վերջերս բանը ասում եմ
ամենահեշտ բանը դժոխքից փրկվելն է, անկեղծ եմ ասում, շատ հեշտ է, Ամենահեշտը ծնվելն է։ Մեծանալը ավելի դժվար գործ է։ բայց ամենադժվար բանը փրկության, որ շատ դժվար է, դա մեր էգոն է։ Բա անձի փրկություն։ Ախր երբ որ մենք փրկություն ասում ենք, չենք մտածում դժոխքից փրկվելու մասին մենակ։ Դե դա ամենապրիմիտիվ ձևակերպումն է, պարզ, որ կարելի անկալել ու հասկանալ։ Մարդ եթե իր էգոից փրկվեց, դա է իրական փրկությունը։ Ճշմարիտ ազատ է այն մարդը, ով ազատ է իր անձի իշխանությունից։ Վերջացավ։ Իրական Ինչ ազատությունը։ փրկվելը կորցնել, չկորցնելու մասին է Եթե- հարցը։ Դա Եթե մանկապարտեզ է։ դժոխքից պրծածը, բայց սեփական անձի գերության մեջ լինողը մտածում է, որ ինքը փրկված է ամբողջ իմաստով, երխի արտերն ասում իմ հետևից եկողը պետք է հələ անձուրանա, խաչ վերցնի։ Այս ինչ խաչակցություն է։ Այս ինչ կյանք է, սուրա տանում է, դեր ինչ է ուզում ինձանից։ Դեր ջան, ինչ ես ուզում որ ես անեմ քեզ համար։ Խենթանալիք զրույցեր Դեր օգնում ես Աբրահամ ջան։ Մեզ զգաստացնող։ Մեզ բոլորիս ես կարծում եմ, որ մենք դրա կարիքն ունենք։ Մենք այսօր ոչ թե փրկվելու կարիք ունենք, այլ Տիրոջ մտերմա։ Մենք արդեն փրկվել ենք, մենք մեր փրկության խնդիրը չենք լուծում։ Այդ տոնանգ է իր փրկությունով Մենք մեր հասունացման աստուն ճանաչելու խնդիրն ենք փորձում լուծել։ Տեր ջան, ես ուզում եմ քո բարեկամը դառնամ։ Ես ամեն օր չեմ աղոթում, որ դու ինձ դժոխքից փրկես։ Ես գիտեմ, որ դու ինձ փրկել ես արդեն։ Ես չեմ ուզում նույն տեղում դոփելով մնամ։ Ես ուզում եմ ճանաչել քեզ։ Բայց ես քեզ գիտեմ, կարամ ճանաչեմ միայն այն դեպքում, երբ դու քեզ բացես ինձ, երբ դու հայտնես քեզ ինձ։ Այո։ Իմ աղոթքը հենց սա է։ Աբրահամ եղբայր սիրելի եղբայրներ քույրեր նրանք ովքեր դեռ հələ կլսեն, որ աղոթենք, խնդրենք Տիրոջը, որ Տերը մեզ սովորեցնի իր արժեքը։ Տես մեզ Անուշ Սարչյան քույրը գրել է, հիշեցրել է նաև Մովսեսի խնդրանքը։ Տեր իմ անունը ջնջի, բայց այս ժողովրդին Շատ լավն է։ Փառք Տիրոջը։ դրա համար էր Փառք Տիրոջը, շատ Տիրոջ լավն է։ սորտով մարդ, աշխարհի ամենահեզ մարդը, Այո, տենց ասում էր, ամենախորը։ որ եւ արդար, սա էլ է արդարության Ճիշտ է։ Սրա պտուղ։ համար է բարեկամ։ Երբ որ Մովսես ասում է Սրա Տեր, համար է բարեկամ։ Պողոսը ասում է պատրաստ եմ իմ վրա անեծք վերցնեմ իմ ժողովրդի համար։ Դու պատկերացնում ես ինչ մենք ինչի մասին ենք խոսում այսօր, ինչ ենք ասում, ինչ ենք ցույց տալիս։ Վերջը Քո կարիքն ունենք Տեր Հիսուս։ Քո ամեն կարիքն ունենք։ ամեն դարձրում ես ուզում եմ լինեմ քո բարեկամը Ամեն, ամեն։ չեմ ուզում սա լոկ խոսք լինի անգամ հիմա վատ եմ զգում որ բարձրաձայնում եմ սա որտեղ սա բարձրաձայնելու խոսք չի Սա սրտի ծածուկ սենյակում այնքան ծածուկ այնքան թաքուն այնքան չերևացող այնքան անմիջական, այնքան անմիջական այնքան անձնական։ հա նեղան գախնի Այո, կարելի այո։ ասել այնքան գախնի Քո եւ Աստծո հարաբերությունն այո է սա։ այո Երբ դու դառնում ես իր բարեկամը, այդտեղ ես դառնում։ Ես անկեղծ մի բան ասեմ, հիմա սկսել եմ քիչ արտահայտել այս խոսքը, Տեր, ես քեզ սիրում եմ, բարձրաձայնել։ Ես հասկանում եմ, որ դա բարձրաձայնելու բան չի։ Թույլ տուր այսպես բան ասեմ։ Դա համոզմունք է, դա էլ է ներքին սենյակի բան։ Չեմ ասում սխալը բարձրաձայնել, չեմ ասում սխալը, բայց հիմա այնքան ֆորմալ բնույթ է դարել էդի, այնքան լեքսիկոն, այդ խոսքը այնքան է դրա խորհուրդի իջել, դրա համար ոնց որ մեջս պայքար ունի դրա դեմ, ու ես սկսում եմ ավելի քիչ այդ բանը ասել, բայց ներքին փափագները պիտի բխեն, պիտի վառեն քեզ ներսդ այդ գիտակցությունը նրա սիրո, լավ իմաստով, Ես կարծում եմ մենք նույն լավ բանը երկու տարբեր կերպ կարանք արտահայտենք։ Մեկ որ դա դուրս կգա մեր լեզվից, երկրորդ երբ դա դուրս կգա մեր սրտից։ Երբ մեր լեզվից դուրս կգա դա դատարկ հնչած խոսք է, որ մեր բերանից դուրս կգա մեր ականջը չի լսի էդի, որ ամենամոտն է մեր բերանին, մեր ականջը դա չի լսի, բայց երբ մեր սրտից կգա այդ խոսքը, դա ոչ միայն մենք կլսենք, դա կլսի մեր շրջապատը, եւ դա իր կարևորագույն ներգործությունը կունենա մեր շրջապատի կյանքում է, ալելույա, որովհետեւ Աստծո խոսքը պարափետ չի դառնում, ավելին ասեմ, մենք Աստծո թղթերն ենք եւ մեզ կարդում են։ Այո, կարդ։ Մեզ կարդում են։ Ինչ ես կարդացվում դու այդես, Այո, քեզանից ինչ են կարդում։ Ինչ են կարդում քո մեջ։ Հիսուս որ ասեց նա այն սիրողը,
ով որ ունի պատվիրաններ եւ պահում, սա ներքին սենյակի հարցը։ Պարտիրոջ։ Չի ասում, թող շատ դավանի, որ հա, դավանելն ես քիչ առաջ ասացի, դավանելն էլ ոչ թե իմ երազանքներն եմ դավանում, հայտարարում, այլ Աստծո խոստումը հավատքով կրկնում եմ, որտեղ նա ով մոտենում Աստծուն, պիտի հավատա որ նա կա։ Արի քողոտքով ավարտենք Հալելույա։ եթե դա երբեք։ Երկնային Հայր, օրհնություն, փառք, պատիվ, մեծարանք, գոհություն ու գովաբանություն լինի քեզ։ Շնորհակալություն քեզ Տեր, այսօրվա համար, այս ժամի համար, այս հաղորդակցության համար, այս հաղորդումի համար։ Խնդրում եմ Հայր, որ այն ինչի մասին խոսվում է այստեղ, քո խոսքից, յուրաքանչյուր լսողի սրտի մեջ հասցնես Տեր, եւ այն ինչը քո կամքի համեմատ է իմ Աստված, տեղավորես ու գրես մեր սրտի տախտակների վրա։ Եվ այն կյանքի զորությունով ի հայտ բերես մեր կյանքերի մեջ եւ ամեն մեկի սրտի մեջ ել ավելի մեծացնես կարիքը, քաղցը ու ծարավը դեպի քեզ։ Մենք քո կարիքն ունենք Տեր եւ շնորհակալ ենք, որ դու այս գիտակցությունը տվել ես մեզ։ Ու մենք խնդրում ենք Հայր, որ շարունակես բացվել մեզ եւ քաշել դեպի քեզ, որովհետեւ եթե դու մեզ դեպի քեզ չքաշես, մենք քեզ բացահայտել չենք կարող։ Սիրելի Հիսուս Տեր, շնորհակալ ենք քո մեծ սիրո համար, քո բազմաթիվ ու բազմապիսի ողորմությունների համար։ Շնորհակալ ենք քեզանից Տեր այն աշխատանքի համար, որ դու սկսել ես մեր կյանքերի մեջ եւ հավատում եմ հաղթականորեն շարունակում ես ու ավարտին ես բերելու Տեր ջան, որ մեզանից ամեն մեկին քեզ նման ես դարձնում Հիսուս Տեր, փառք ես ու պատիվ քեզ հենց քեզ համար։ Մենք աշխարհի ամենաերջանիկ մարդիկն ենք, որովհետև դու ես մեր երջանկության պատճառը, քո սերն է մեր կյանքի պատճառը եւ մենք ապրում ենք եւ պիտի շարունակենք ապրել քեզանով ու քեզ համար բացառապես Տեր ջան։ Հալելույա։ Շնորհակալ եմ եղբայրներիս ու քույրերիս համար, ովքեր շարունակ փորձում են քեզ ճանաչել, շարունակ փորձ են անում քեզ ել ավելի բացահայտել իրենց կյանքերի մեջ։ Ողորմի ու շնորհ արա Հիսուս Տեր, բացվիր քո ժողովրդին Տերս եւ օգնիր որ ամեն մեկս որպես անհատներ կարողանանք դառնալ քո մտերիմը եւ քո բարեկամը, որոնց դու կկարողանաս քո սրտի գաղտնիքներն ու խորհուրդները հայտնել։ Սիրելի Տերս, փառք ես այն ամենի համար ինչ արել ես, անում ես եւ դեռ պիտի անես։ Թող քո կամքը լինի երկրի վրա ինչպես երկնքում, անունը սուրբ ու փառավորված լինի երկրի վրա ինչպես երկնքում։ Սիրելի Տեր, մենք քո ժողովուրդն ենք։ Շարժվիր մեր մեջ, քայլիր մեր մեջ, դու ես մեր Աստվածը եւ մենք քո ժողովուրդը։ Օրհնյալ եւ փառավորված լինի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Հալելույա, ամեն։ Ամեն։ Փառք ես Տեր։ Ամեն։ Փառք Տիրոջը, այսօրվա համար այս առավոտի խոսքի համար շնորհակալ ենք եղբայրս Տեր օրհնի քեզ։ Ես եմ շնորհակալ Աստծո հաջողված պատխաբեր եղի Տեր Տիրոջմով մեր Տեր Հիսուսով։ Փառք Տիրոջը, սերի քուրի եղբայրներ, այսպեսին էր մեր եթերը եւ մենք ունենք շաբաթ եւ կիրակի ցանկանում եմ հաջողություն եւ լավ հանգիստ։ Աստծո հետ մտերիմ հանգիստ։ Հալելույա։ Մենք առաջ Աստված կհանդիպենք երկուշաբթի առավոտյան ժամը 9-ին։ Մանրաթա, Տերը շուտով գալու է։